Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վերջապես տեղադրված են նոյեմբեր ամսվա կանխատեսումները, ով չի դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր եւ ամենասպասված եւ փնտրված 1.5 ժամանոց վիդեոն, շատ հետաքրքիր վիդեո է ստացվել, իսկապես դիտեք եւ կհամոզեք շատ հետաքրքիր օրինակներ են բերում կապված աստղերի փոխհարաբերությունների, մորակների, դիրքերի հետ։ Եվ նոյեմբերը բավականին բարդ ամիս է, լարված ամիս է, շատ բարձր է հավանականությունը տնտեսական ճգնաժամի նոյեմբեր ամսվա ընթացքում, շատ մորակներ հետընթաց են շարժվելու նոյեմբեր ամսվա ընթացքում, գրեթե բոլոր, բացի Պլուտոն մորակից, գրեթե բոլոր բարձրագույն մորակները հետընթաց են, Ուրան մորակը առհասարակ, արդեն իսկ նոյեմբերի 8-ից մուտք գործեց ցուլ կենդանակերպ, վերադարձավ ցուլ կենդանակերպ, երկորյակներում 4 ամիս գտնվելուց հետո, այսինքն այս բոլոր երևույթները, այս հետընթաց մուրակների շքերթը կարելի ասել, ստեղծում են բավական բարդ իրավիճակ, բարդացնում են առաջընթացը բիզնեսում, գործերում, ընդհանրապես ֆինանսական առաջընթացը, եւ այդ այս պատճառով ես խորհուրդ եմ տալիս բոլորի ձեռք բերեք անպայման փողաբեր քարտ թալիսմանները, դրանք շատ մատչելի են եւ շատ արդյունավետ, սիրելի բարեկամներ, ես ստացել եմ շատ, այսպես ասած, լայն տեսականի այդ քարտերի իհարկե հերթականությամբ կներկայացնեմ ձեզ իմ Facebook-յան էջում բոլոր այդ քարտերի նշանակությունը, սա Սողոմոն իմաստունի հաջողության եւ բարեկեցության նյութական հաջողության թալիսմանն է, ես ունեի կախազարդը, իսկ այժմ ունեմ նաև քարտ թալիսմանը, որը գնային տեսանկյունից ավելի մատչելի, սա հաջողության, կարիերայի, պաշտոնի բարձրացման համար շատ բարենպաստ, նյութական բարեկեցության համար շատ հզոր թալիսման է եւ շատ այլ թալիսմաններ կան, ստացել եմ նաեւ կրկին Յուպիտերի մոգական քառակուսի քարտ թալիսմանը, Վեներայի քարտ թալիսմանն եմ ստացել, այնպես որ քանի դեռ կա, գիտեք որ քանակը մշտապես խիստ սահմանափակ է, այնպես որ պատվիրեք եւ ապահովագրեք նոյեմբերը, որովհետև բարդ է լինելու ոչ միայն նոյեմբերը, այլ նաև դեկտեմբեր ամիսը, այսինքն տարվա ավարտը բավականին այսպես ցածր էներգետիկական տոնայնությամբ եք դիմավորելու եւ գալիք տարվա սկիզբը, այնպես որ ապահովագրեք ձեր հաջողությունը եւ բարեկեցությունը քարտ թալիսմանների միջոցով։ Իհարկե նաև կարող եք պատվիրել անհատական թալիսմաններ ձեր հաջողության, բարեկեցության կամ ցանկացած այլ նպատակի համար, որովհետև անհատական է պատրաստվում եւ լիցքավորվում հենց ձեզ համար այդ թալիսմանները, դրանք արծաթյա են եւ ձեռքի աշխատանք, սիրելի բարեկամներ։ Իսկ այժմ ներկայացնեմ եւ իհարկե գիտեք որ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց, լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Այժմ ներկայացնեմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույց, իսկ այնուհետև կանխատեսումները կենդանակերպերի համար եւ այսպես ինչ է մեզ սպասվում նոյեմբերի 10-ից 16-ը ընկած ժամանակահատվածում, բավականին այսպես տատանողական անկայուն շաբաթ է լինելու, որովհետեւ այս շաբաթվա ընթացքում, այսինքն ես այս վիդեոն տեսագրում եմ նոյեմբերի 9-ին, մորակային զգալի դիրքային փոփոխություններ են
ենք արձանագրել, այդ թվում նաև այսօր հենց նոյեմբերի 9-ի երեկոյան կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին գիտեք որ դառնում է հետընթաց եւ այդ դիրքում կշարունակի մնալ մինչև նոյեմբերի 29-ը։ Դե ինչ է սպասվում, դա արդեն կարող եք դիտել նոյեմբեր ամսվա կանխատեսումներում ավելի մանրամասն, բայց ամեն դեպքում գալիք շաբաթը նույնպես բավականին այսպես անկայուն է լինելու, որովհետև այդ էներգիաները, բոլոր մորակային էներգիաները փոփոխվում են։ Երբ էներգիաները փոփոխվում, այսինքն երբ մորակը փոխում է իր դիրքը, անցնում է ուղիղ շարժից, օրինակ նաև հետընթաց շարժի կամ այնպիսի ծանր մորակ, դանդաղաշարժ մորակ, որ 7 տարին մեկ փոխում է իր դիրքը, օրինակ Ուրանը, երբ կատարում էր օղակը եւ վերադառնում ցուլ կենթանակեպ երկորակներից, դա իհարկե շատ մեծ էներգետիկ տատանումներ է առաջացնում երկրի մորակի մագնիսական դաշտում եւ որ ազդում է բոլոր ինչպես ռազմաքաղաքական զարգացումների, այնպես էլ անհատական ճակատագրի վրա։ Այնպես որ գալիք շաբաթը այդ էներգիաները այսպես տեղավորվելու են մեր մեջ աստիճանաբար, որովհետև դա շատ զգալի մեծ էներգետիկ փոփոխություններ են ըստ էության։ Եվ բավականին բարենպաստ օր է նոյեմբերի 10-ը։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը 0:25 րոպեին Էկադաշի օրն է սկսվում, ըստ էության Լուսինը եւ Արեգակը կազմում են գեղեցիկ եռանկյունի։ 17 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինը եւ 17 աստիճան կարիճում գտնվելու է Արեգակը։ Նու դա բարենպաստ է, երբ Արեգակը եւ Լուսինը լավ փոխհարաբերության մեջ են, դա բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորել, կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերությունները կարգավորելու, նոր ինչ-որ նպաստավոր զարգացումների սկիզբ դնելու համար շատ բարենպաստ է։ Նու օրվա սկիզբը նոյեմբերի 10-ի շատ բարենպաստ է, սիրելի բարեկամներ, եթե ինչ-որ անավարտ գործեր ունեք, չնայած որ Մերկուրին հետընթաց է, իսկ Լուսինը մարող է, այնուամենայնիվ կարող եք նոյեմբերի 10-ին ավարտին հասնել այդ բոլոր գործերը։ Նամանավանդ որ արդեն Երևանի ժամանակով 13:09 րոպեին Լուսինը կմիանա մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, խեցգետին կենթանակերպի 25 աստիճանում։ Եվ իհարկե Լուսնի եւ Յուպիտերի միությունը խիստ բարենպաստ է դրական ցանկացած զարգացումների համար, թե ինչ-որ բարձրաստիճան անձանց հետ հանդիպելու համար, թե ինչ-որ գործնական առաջընթաց ապահովելու համար, ինչ-որ կարևոր քայլ կատարելու համար շատ բարենպաստ է, նամանավանդ որ եւ Լուսինը եւ Յուպիտերը գտնվում են իրենց զորության բարձր դիրքերում, Յուպիտերը փառավորման դիրքում խեցգետնում, իսկ Լուսինը գիտեք որ տնորենում է խեցգետնին, այսինքն իշխանուհին եւ թակուհին է խեցգետնի, գիտեք։ Պես որ շատ բարենպաստ է 13:38 րոպեին արդեն Լուսինը եռանկյունի կառաջացնի նաեւ չարաբաստիկ սահմանափակումների մոլորակ Սատուրնի հետ, որը գիտեք որ արդեն սեպտեմբերի 1-ից այս տարվա կրկին մուտք է գործել ձկներ կենթանակերպ, սիրելի բարեկամներ, եւ 25 աստիճան ձկներում գտնվում է Սատուրնը եւ 25 աստիճան խեցգետնում գտնվելու է Լուսինը։ Իհարկե սա այնքան էլ բարենպաստ չէ, բայց ամեն դեպքում Լուսինը լավ փոխհարաբերությունների մեջ է մտնում նոյեմբերի 10-ին բոլոր բարձրագույն մորակների հետ, որը եւ նշանակում է ռազմաքաղաքական ակտիվ զարգացումներ, ինչ-որ հայտարարություններ, համաշխարհային կառավարության կողմից ինչ-որ կայացված որոշումներ, որ իհարկե կիմանանք քիչ անց։ Բայց ամեն դեպքում Լուսինը հատկապես երեկոյան նոյեմբերի 10-ի այդ բոլոր բարձրագույն մորակների հետ մտնում է փոխհարաբերության մեջ։ 20:53 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի նաև անորոշության խապկանքների մորակ Նեպտունի հետ 20, որը նույնպես հոկտեմբերի 24-ից արդեն կրկին վերադարձել է ձկներ եւ գտնում է 29 աստիճան ձկնում, իհարկե սատկան ձկան աստիճանում եւ այդ բոլոր հալածանքները եկեղեցու նկատմամբ, այդ բոլոր
հավատքի դեմ, ընդհանրապես քրիստոնեության դեմ այդ ոտնձգությունները հենց պայմանավորված են նրանով, որ Նեպտունը վերադարձել է ձկներ, այսինքն քաոսը ընդհանրապես այդ հատկապես ձկների վերջին աստիճանները բավականին քաոտիկ են, բավականին այսպես անկայուն են եւ հենց դրանով է պայմանավորված այդ բոլոր զարգացումները, որ մենք տեսնում ենք հիմա։ Եվ 21:22 րոպեին նոյեմբերի 10-ին արդեն իհարկե նաև լուսինը վեցանկյուն կառաջացնի Ուրան մորակի հետ, որը գիտեք, որ արդեն նոյեմբերի 8-ից կրկին վերադարձել է ցու կենդանակերպ 4 ամիս երկվորյակներում գտնվելուց հետո։ Նույն իհարկե բավականին բարձ շրջանում ենք, որովհետև Ուրանի այդ օղակը, որը նա անցնում է կրկին վերադառնալով ցուլ երկորակներից ու եւ կրկին հետ գալով երկորակներ, դա պատմականորեն միշտ կապված է եղել ինչ որ ռազմաքաղաքական լարվածության, ռազմական գործողությունների ինտենսիվացության, չգիտեմ, իշխանություն ունեցող անձանց ուրեմն իշխանությունից հեռացման հեղափոխական տերորի հետ է կապված, նաև հեղափոխական ակնթարթային գործողությունների եւ հեղափոխական տերորի հետ է կապված, այնպես որ բավական բաց շրջան ենք ապրելու 25 թվականի նոյեմբերի սկզբից մինչև 26 թվականի ապրիլի 26-ը, երբ Ուրանը կրկին կվերադառնա երկվորյակներ։ Նույն այստեղ իհարկե լավ է կանխատեսել ապագան, երբ լուսին Ուրանի հետ գտնվում է վեցանկյան մեջ 29 աստիճան խեց գետնում գտնվում է լուսին եւ 29 աստիճան ցու կենդանակերպում գտնվելու է Ուրանը։ Կանխատեսումների համար, ինչ որ ապագան հասկանալու համար, ձեր ապագա քայլերը հստակեցնելու համար շատ բարենպաստ փոխհարաբերություն է եւ նոյեմբերի 10-ին 21:33 րոպեին լուսինը մուտք կգործի Արիոց կենդանակերպ լքելով խեցգետինը։ Եվ նոյեմբերի 11-ը բավականին լարված օր է, սիրելի բարեկամներ, արդեն նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Երևանի ժամանակով 0:15 րոպեին լուսինը լարված դիմակայություն կձևավորի ռազմի լարվածության ավերիչ մոլորակ Պլուտոնի հետ, որը արդեն իսկ շարունակաբար գիտեք, որ գտնվում է 24 թվականի նոյեմբերից գտնվում է ջրհոսում եւ 20 տարի շարունակ գտնվելու է ջրհոսում եւ այդ դիմակայությունը իհարկե բավականին անհանգիստ գիշեր է լինելու, լարված գիշեր է լինելու, ինչ որ մղձավանջներով լի գիշեր է լինելու, ռազմական գործողությունները որտեղ որ ընթանում են ավելի կսաստ կանանք, կլարվեն, վախեր հասարակ ժողովրդի մոտ եւ այլն։ Ու միշտ բարդ է այդ փոխհարաբերությունը, նաև վտանգներ կան ինչ որ այլ լարված օջախում ռազմական գործողությունների վերսկսման է նույնպես նոյեմբերի 10-ի 11-ի լույս 11-ի գիշերը 5:47 րոպեին սիրելի բարեկամներ նոյեմբերի 11-ին գիշերը եւ առավոտվա կողմ լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի եւ Մարսի 4 աստիճան աղեղնավորում արդեն գտնվում է Մարս եւ 4 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը իսկ 6:43 րոպեին լուսինը լարված քառակուսի կազմի Վեներա մորակեց եւ գեղեցկության մորակ Վեներան արդեն մուտք է գործել Կարիճ գիտեք եւ գտնվելու 5 աստիճան Կարիճում իսկ լուսինը 5 աստիճան առյուծում նու իհարկե սա խնդիրներ է առաջացնում կանանց ինչեւ փոխհարաբերություններում կանանց հետ փոխհարաբերություն, այնպես որ նոյեմբերի 11-ի առավոտյան մի փորձեք կանանց հետ պարզել ձեր հարաբերությունները 9:20 րոպեին նոյեմբերի 11-ին լուսինը գեղեցիկ վեցանկյուն եռանկյունի կառաջացնի կապ էֆերարտակցիան մոլորակ Մերկուրիդ, որը արդեն իսկ հետընթաց է շարժվում եւ գտնվում է 6 աստիճան աղեղնավորում, իսկ 6 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա բարենպաստ է, եթե ցանկանում եք ավարտին հասցնել ինչ որ անավարտ մնացած գործեր, գործնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, լոգիստիկայի ոլորտում, առևտրի ոլորտում, ընդհանրապես հետընթաց Մերկուրին անբարենպաստ է այդ բոլոր ոլորտների թվարկած ոլորտների համար, բայց երբ լուսնի հետ կազմում է եռանկյունի, իհարկե դա բարենպաստ զարգացումներ կբերի։
Լարված է նաև նոյեմբերի 19-ը Երևանի ժամանակով 9:27 րոպեին վաղ առավոտյան լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաև Արեգակի հետ, դա վերջին քառորդը կլինի լուսնի 20 աստիճան առջում գտնվում է լուսին, 20 աստիճան կարիճում գտնվում է Արեգակը։ Մեզ մոտ լարված փոխհարաբերություններ են մոլորակային դիտարկվելու նաև նոյեմբերի 13-ին։ Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի ժամանակով 2:29 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մոլորակի հետ 29 աստիճան ցու կենթանակերպում գտնվում է Ուրանը եւ 29 աստիճան առջում գտնվում է լուսինը։ Սա նշանակում է, որ խնդիրներ կարող են առաջանալ ճանապարհներին, վթարներ, պետք է շատ զգուշ լինել, եթե այդ ժամանակ գտնվում եք երկար ինչ-որ ուղևորության ընթացքում կամ առհասարակ ճանապարհներին պետք է զգուշ լինել, կապի խափանումներ կարող առաջանալ, անսպասելի ինչ-որ զարգացումներ, հոսանքի տատանումներ եւ այլն։ Ու գիշերը շատ լարված է լինելու նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը եւ նույնպես գիշերը 3:51 րոպեին լուսինը մուտք կգործի կույս կենթանակերպ, այստեղ 14:48 րոպեին նա նախ լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ, որը գտնվում է 5 աստիճան աղնավորում եւ լուսին 5 աստիճան կույս կենթանակերպում, իսկ 16:05 րոպեին նաեւ Մարս մոլորակի հետ լարված քառակուսի, այսինքն ցանկացած նոր գործ, ցանկացած ինչ-որ պայմանավորվածություն մի նշանակեք, հանդիպում մի նշանակեք, եթե հատկապես գործնական, ֆինանսական ոլորտի հետ է կապված, մի նշանակեք նոյեմբերի 12-ին կամ 13-ին։ Մի փոքր կբարելավի իրավիճակը միայն նոյեմբերի 13-ի երեկոն 19:46 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ 8 աստիճան կարիճում գտնվում է Վեներան եւ 8 աստիճան կույս կենթանակերպում գտնվելու է լուսինը։ Բարենպաստ օր է մեզ մոտ նոյեմբերի 14-ը։ Այստեղ Երևանի ժամանակով 23:20 րոպեին լուսինը եւ Արեգակը կկազմեն գեղեցիկ վեցանկյուն, արդեն 22 աստիճան կարիճում գտնվում է Արեգակը եւ 22 աստիճան կույս նշանում գտնվում է լուսինը։ Եվ նոյեմբերի 15-ը բավականին բարդ եւ հակասական անկայուն օր է լինելու։ Վաղ առավոտյան 4:10 րոպեին եւ գիշերը նոյեմբերի 15-ի Երևանի ժամանակով 4:10 րոպեին լուսինը նախ վեցանկյուն կառաջացնի Յուպիտերի հետ 25 աստիճան կույսում եւ 25 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը։ Դա մեր վրա չի անդրադառնա, որովհետեւ դա գիշերն է լինելու, բայց արդեն 4:29 րոպեին լուսինը լարված դիմակայություն կառաջացնի չարաբաստիկ մեծ չարիք մոլորակ Սատուրնի հետ, որը 25 աստիճան կույս ձկներում է գտնվում, 25 աստիճան կույսում գտնվելու լուսինը։ Ու սա իհարկե բարդացնում է միջանձնային փոխհարաբերությունները, առավոտը բավականին պես մղձավանջային է լինելու, բավականին հնարավոր են ինչ-որ երազներ անդուր եւ մարդկային փոխհարաբերությունները լարվելու են։ 12:50 րոպեին նաեւ լուսինը դիմակայություն կառաջացնի Նեպտունի հետ անորոշության եւ խապկանքի մոլորակ Նեպտունը նույնպես վերադարձել է ձկներ արդեն հոկտեմբերի վերջից եւ գտնվում է 29 աստիճան ձկներում, իսկ լուսինը 29 աստիճան կույս կենթանակերպում։ Իհարկե մի փոքր կբարելավի իրավիճակը օրվա երկրորդ կեսին, արդեն ցերեկը 13:10 րոպեին Երևանի ժամանակով լուսինը նախ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրանի հետ անսպասելի փոփոխությունների մոլորակ հեղափոխական Ուրանը արդեն մուտք է գործել կրկին ցուլ կենթանակերպ, գտնվում է 29 աստիճան ցուլ նշանում եւ 29 աստիճան կույս նշանում գտնվելու է լուսինը։ Սա լավ է կանխատեսումների համար, ապագան հասկանալու համար, ինչ-որ քայլեր կատարելու, եթե իհարկե գիտեք, եթե արդեն սկսել եք այդ փոփոխությունների փուլը, ապա լավ է քայլեր կատարել այդ ժամանակ։ Եվ 13:43 րոպեին նոյեմբերի 15-ին լուսինը մուտք կգործի կշեռք կենթանակերպ։ Այստեղ 16:55 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի ավերիչ մորակ Պլուտոնի հետ, որը գտնվում է 1 աստիճան ջրհոսում։ Իսկ այնուհետև 21:40 րոպեին գեղեցիկ վեցանկյուն նաև
Մերկուրիի հետ, որը գտնվում է 4 աստիճան աղեղնավորում։ Ու իհարկե արդեն նոյեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսից բարերար դրական էներգիաներ են մեզ պարուրելու եւ որ նաեւ շարունակվելու է նոյեմբերի 16-ին Կիրակի օրը Երևանի ժամանակով 6-ից 15 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Մարս մոլորակի հետ, որը գտնվում է 8 աստիճան աղեղնավորում, սա լավ է ֆիզիկական ակտիվության համար, այսինքն եթե пассив եք, եթե չեք սիրում շարժվել, եթե սպորտով չեք սիրում զբաղվել, ապա գոնե քայլեք։ Նոյեմբերի 16-ին շատ բարենպաստ է։ Եվ այս գալիք շաբաթվա կարևորագույն աստղաբանական իրադարձությունը նոյեմբերի 11-ին 20:40 րոպեին Երևանի ժամանակով մեծ բարերար մոլորակ Յուպիտերը դառնում է հետընթաց 25 աստիճան խեցգետին կենդանակերպում։ Եվ իհարկե այդ հետընթաց իր շարժը շարունակվելու է Յուպիտերի հետընթաց շարժը, գիտեք որ մեզ մոտ շարունակվելու է մինչև մարտը, մինչև մարտ ամիսը 26 թվականի, չգտա մինչև մարտի 11-ը 26 թվականին եւ կան կառնի 15 աստիճան խեցգետնում, թե ում վրա ինչպիսի ազդեցություն կթողնի հետընթաց Յուպիտեր արդեն կարող եք տեղեկանալ դիտելով նոյեմբեր ամսվա կանխատեսումները եւ ես իհարկե կանդրադառնամ հետագա իմ տեսանյութերում այդ հետընթաց Յուպիտերին։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին թե ինչպիսի մորակային փոխհարաբերություններ են մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում նոյեմբերի 10-ից 16 ընկած ժամանակահատվածում իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին նոյեմբերի 10-ից 16 ընկած ժամանակահատվածում պատրաստ եք սիրելի խոյեր ընդհանուր առմամբ բարենպաստ է ձեզ համար գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը դրական զարգացումներ են սպասվում ձեր բալիկներին շատ լավ օրեր են բիզնեսի համար, հաճույքների համար, հանգստի համար։ Նոյեմբերի 13-ից 15-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային գործերով, կենցաղային հարցերով, առողջության հետ կապված հարցերով, իսկ նոյեմբերի 15-ից 16-ը զգուշացեք սիրելի խոհեր ձեր գործընկերների եւ զուգընկերների բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի ցուլիկներ, ընդհանուր առմամբ բարեխառն է ձեզ համար նույնպես գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով հնարավոր է ինչ-որ տան առքովաճառ կամ փաստաթղթերի ձևակերպում, բայց փաստաթղթերի ձևակերպումը բավականին երկար ձգձգվող գործընթաց է լինելու, որովհետև արդեն գիտեք, որ Մերկուրին կապեֆեր արդակցամորակ, որը նույնպես ղեկավարում է հենց թղթաբանությունը, գտնվում է հետընթաց շարժի մեջ մինչև նոյեմբերի 20-ին, պես որ արագ չի ստացվի։ Նոյեմբերի 13-ից 15-ը շատ բարենպաստ օրեր են երեխաների համար, երեխաների հարցերը կարգավորելու համար, բիզնեսի համար, հաճույքների եւ հանգստի համար։ Իսկ նոյեմբերի 15-ից 16-ը զբաղվելու եք տան ընտանիքի ընդհանրապես հնարավոր ինչ-որ վերանորոգում անեք կամ տան ինչ-որ բան փչացել է վերանորոգեք, այդ դա բարենպաստ է, բայց նոր գլոբալ վերանորոգում սկսել այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև հետագայում ստիպված կլինեք նորից որոշ գործեր կատարել, բայց ընթացիկը կարելի է։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը կարճ ճանապարհ եք գնալու, որ ընթացքում հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ լուր։ Նոյեմբերի 13-ից 15-ը սիրելի երկվորյակներ զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է բնակարանի առքովաճառք կամ ինչ-որ որոշում եք կայացնելու, ենթադրենք նոր բնակարան ես մեկ վաճառել, նոր բնակարան ձեռք բերել, բայց հետընթաց Մերկուրիի ժամանակ ես ձեզ ասեմ ցանկալի չէ հենց գտնել այդ նոր բնակարանը։ Նոյեմբերի 15-ից 16-ը բարենպաստ է սիրելի երկորակներ երեխաների հետ կապված հարցերը կարգավորելու համար, հանգստի եւ բիզնեսի համար։ Սիրելի խեցգետինիկներ, ձեզ համար բարենպաստ ընդհանուր առմամբ գալիք շաբաթը
Բարենպաստ գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փողեք ստանալու, նոյեմբերի 13-ից 15-ը կարճանապար է գնալու, որ ընթացքում հնարավոր է հանդիպում լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, եւ նոյեմբերի 15-ից 16-ը զբաղվել եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ։ Սիրելի կույսակներ, բարի խառն է ձեզ համար գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կույսեր, զգուշ եղեք։ Նոյեմբերի 13-ից 15-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Եվ նոյեմբերի 15-ից 16-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող ստանալու։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը։ Նոյեմբերի 10-ից 13-ը ինչ-որ շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, որին դուք վաղուց եք գնում, ձեզ կուրախացնի նաև ձեր շփած երեխաները, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Նոյեմբերի 13-ից 15-ը ակտիվանալու են սիրելի կշերքներ ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Եվ նոյեմբերի 15-ից 16-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու համար, շատ կարևոր հարց, կապված պետական դրան հետ, փաստաթղթերի հետ, պաշտոնի հետ, աշխատանքի հետ, ընդհանրապես կամ ինչ-որ կարևոր հետաքրքիր առաջարկություն ձեզ կանեն գործնական կամ անձնական բնույթի, դա շատ կարևոր օրեր են 10-13-ը։ Նոյեմբերի 13-ից 15-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ օնլայն բիզնեսի համար, իսկ նոյեմբերի 15-ից 16 ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կարիճներ, զգուշ եղեք։ Աղեղնավորների համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, նոյեմբերի 13-ից 15-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի կամ ինչ-որ հետաքրքիր առաջարկություն կանեն, որից չեք կարող հրաժարվել։ Նոյեմբերի 15-ից 16-ը կկիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կամ լավ լուր կստանաք ձեր չափահաս երեխաների անձնական կյանքից կամ հղի են կամ արդեն պետք է ամուսնանան եւ այլն։ Եվ լավ է նաեւ օնլայն բիզնեսի համար։ Սիրելի այծ եղջյուրներ, բարի խառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը էքստրեմալ իրավիճակներ, զգուշացեք անսպասելի զարգացումներից, ճանապարհների հնարավոր խնդիրներից եւ մեծ վարկեր կամ պարտքեր վերցնելուց։ Նոյեմբերի 13-ից 15-ը լավ լուր արտասահմանից կամ ներքում ճամփորդություն եւ 15-ից 16-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, դա վերաբերվի աշխատանքին կամ պետական դրան հետ, փաստաթղթերի հետ, պաշտոնին եւ այլն։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հայապետությունները։ Նոյեմբերի 11-ից 15-ը էքստրեմալ իրավիճակներ են լինելու, հնարավոր է ձեզ շտապ գումար պետք է, բայց վարկեր, պարտքեր կամ հիպոթեք մի վերցրեք։ Իսկ նոյեմբերի 15-ից 16-ը լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը նոյեմբերի 10-ից 13-ը զբաղվելու եք ընթացիկ հարցերով, գործնական, առողջական հարցերով եւ կենցաղային հարցերով, իսկ նոյեմբերի 13-ից 15-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներ, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Նոյեմբերի 15-ից 16-ը մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, հնարավոր է ինչ-որ միջադեպեր ճանապարհներին, այնպես որ զգուշացեք սիրելի ձկնիկները, բարձ շրջան է ձեզ համար, որտեղ նամանոց որ Սատուրն ու Նեպտունը կրկին վերադարձել են ձեր իսկ կենթանակերպ։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում նոյեմբերի 10-ից 16 ընկած ժամանակահատվածում, ուրեմն բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Տեսություն կհանդիպենք։